Առաջին իսկ օրը մենք միացանք Այնի տղաների հետ։ Ամենալավոտ գնում էինք շտաբ, առաջադրանքը ստանում, որ հատվածը նայենք եւ գնում ենք նայելու։ Ես համոզված եմ ճիշտ ասած, որ շատ ներքև չի գնա, որովհետեւ տեսանք, որ այդտեղ հատվածներ կար, որտեղ ջուրը գետը շատ էր լայնացել, չէր կարա դերից անցնել Երևան, էլի։ Ու մեր մտքերը ասեցինք մեր կառավարության ղեկավարները, որոնք նույնպես այդ կարծիքի եւ մտածեցին, որ պետք է աշխատանքները կենտրոնացնենք ավելի կարճ հատվածի վրա, էլի, մոտավորապես 500-ից մինչև 2-3 կիլոմետր հատվածի վրա։ Իհարկե բնականաբար չեմ առարկի, որ իքական սերերի ներկայացուցիչ ենք, ըստ կարծիքի մենք թույլ սեր ենք համարվում, բայց ես դրան համաձայն չեմ։ Հարկ եղած դեպքում կարանք շատ ուժեղ լինենք, թե ֆիզիկապես, թե հոգեպես, բայց ինքս ինձ համար, երբ ես տուն էի հասնում ամեն օրերի, առավոտյան գնալով փրկարարական աշխատանքների, երեկոյան ուշ ժամի վերադառնալով տուն, ես ոչ թե հոգնածություն էի զգում, այլ հոգեբանական այն վատ վիճակը, որ ավերջը սենց ներկայացնեմ, որ ճիշտ հնչի։ Մտածում էի, որտեղ կարող է լինի այդ երեխեքի մարմինները, որտեղ որ մենք հնարավորը բաց ենք թողել։ Այդ միտքը ինձ շատ ժամանակ չէր թվում, որ ես քնեի։ Այդ տեղը որտեղից որ գտնվել են երեխաները, մի քանի անգամ այդտեղ անցել ենք, այդտեղ այնքան էր կեղտոտված, ասենք գետը, քանի որ արագ է շատ, մարդիկ չեն պատկերացնում այդ գետը ինչքան այնտեղ էր, իջև 3-3.5-4 մետր խորություններ կա։ Ու այդ ամբողջ աղբը հավաքը բերեմ մտածեմ կես ժամի մեջ մի օրվա մեջ գետի ամբողջ պատկերը փոխվում է։ Միտեղ փոս էր, հաջորդ օրը գնացել եմ, այդ փոսը աղբա բերել լցրե, այն մյուս տեղը փոսակցե։ Այսպես անդադ լեռնային գետերը շատ անկանխատեսելի են, էլի։ Ինձ զանգալեց նաև իրենց դպրոցի տնօրենը, մեր բոլորի կողմից շատ հարգված դեպքին Սարգսյան Լուսինեն, եւ այնպես լավ բաներ ասում այդ երեխեքի մասին, ասում եմ, ոչ գիտե իշխանավ երեխեքի են շատ հրաշք բան, մի տեսակ ոնց որ հոգեբանորեն պարտավորվածություն ես զգում, նաև դու ինչ որ ձևի ոնց որ ես չգիտեմ ոնց է իմ մոտ ես ինձ պարտավոր եմ զգում ինչ որ ձևի անել, ես չեմ կարող, մարդիկ կան ասում են քուն չի դա պետք, ինչ ասեք ես այդ հարցը չեմ հասկանում եւ չեմ ուզում այդ հարցին պատասխանել, ասենք դա նորմալ հարց չէ, որ ասեն քուն չիներ պետք, ինչ անշանում քուն չիներ պետք։ Եթե ինչ որ բան է պատահի եւ դու կարաս ինչ որ բանով օգնես այդ մարդկանց, դա ասկիտ մտածելով թե մայ չկա, էլի։ Ու թես տալուց, թես մարդիկ որ թես հարց են տալիս, ես իրանց մի անգամից են ասում են սև ցուցակ եմ մտցնում, որովհետեւ դա նորմալ մարդիկ չի կարող թես հարցեր տալ, էլի։ Մեր նման ինչու՞ չէ նաև ոչ միայն մեր նման կառույցները, մեր հայրենիքի համար յուրաքանչյուր ոլորտներում անհրաժեշտ են։ Ամենաշատ օգնեց, որ մենք կարողանանք խնդիրները բաշխել եւ ափի կանգնած տղաները եւ նավակի մարդիկ եւ այն մյուս ափի տղաները համատեղ աշխատելու ունակությունը։ Մարդիկ սովորաբար ամեն մեկ ուզում էին ինչ որ բան անի, դες ինքնուրույն ինչ որ չգիտեմ դրսից երկինքից աստղերի չեսնի։ Դրա կարիքը չկա շատ ժամանակ, որովհետեւ կյանքը ցույց է տալիս, որ համատեղ ու համակարգված աշխատելու դեպքում հնարավոր է երկինքից նույնիսկ աստղերի չհասնել։ Մեզ իստորիա շատ օգնեց, որ մենք մեր տղաներին սովորեցրել ենք իրար հետ աշխատել, իրար վստահել, եթե գիտելիքները կա եւ օգտագործելով ալպինիզմի դասերի հիմնականում ստացած իրավունքները, ստացած գիտելիքները շատ ճիշտ դիրքավորվել եւ օգնել քո ընկերներին իրենց գործողությունները կատարել, տվյալ դեպքում նավակի մարդկանց։ Գիտելիքը ինչու՞ չէ նաև մարդկային ուժը հաստատ պետքական է, որովհետև մենք մեկս մյուսով ենք ձևավորվում, մեկս մյուսով ենք ուժեղանում, ոչ մենք կարող ենք առանց ինչ որ պետական կառույցների հետ, ոչ ըստ իս պետական կառույցները առանց մեզ, որովհետև մենք մի նպատակի համար ենք ծառայում։ Հիմա մենք մտածում ենք նոր ծրագրեր անենք, որպեսզի եւ ռաֆտինգի տղաների հետ եւ համապատասխան մասնագետներ գտնենք, որ նախապատրաստենք հենց լեռնային գետերում փրկարարական ծառայություններ իրականացնելու համար հատուկ մարդիկ պատրաստենք, որոնք ունենան համապատասխան գույք, հանդերձանք։ Ես կարողացա այս դեպքից հետո հոգեբանական տեսանկյունից ինձ ավելի ուժեղ պահել։ Մարդիկ պարտավոր են սիրել իրենց երեխաները ոչ թե Facebook-ում գրելու համար կամ քեֆերի ժամանակ կենաց ասելու համար, այլ ռեալ իրականում։ Ինչին է երեխեքն ասել խողովակի վրայով։ Երբ որ 50 մետր այնքան նորմալ սարքած կամուշ կա։ Չգիտեմ, չեմ ուզում ասեմ հենց այդպես, բայց թաղի այդ տարածքի մարդիկ ասում են, որ վախենում են այդ կամուրջով գնալ, որովհետև կողքի ինչ որ տուն կա, որտեղ մի 50 հաճուն են,
չգիտեմ, պահում են ինչ են անում մարդիկ, այդ շներից վախենում են, գալիս են տենց էին ասում։ Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ մարդն է բարձրագույն արժեքը, եւ մենք ենք սիրում կենթանիներ, աղբա հարմարա թափել, որտեղ իրանց ուզում են, բայց դրա համար կա աղբանոցներ, պետք չի գետը թափել։ Լիքը բաներ կա, բայց մարդիկ պետք է հասկանան, որ եթե իրենք չեն սիրում իրենց երեխաներին, իրենց կյանքը, իրենց ապրելատեղը, իրենց ապրելաձևը, իրենք պարզապես զրկվում են դա ունենալու, դա վայելելու իրավունքից։ Այս դեպքը մեզ դաս եղավ, երբ որ մարդիկ կեղտոտել էին գետը, եւ այդ երեխեք չկարողացան նորմալ, որովհետեւ քիչ ծանր բան եմ ասում, բայց ավազի եւ կեղտի մեշոկներն են նաեւ պատճառը, որ մենք շատ ուշ գտանք, որովհետեւ գետը բերել լցրել էր վրաները, այդ մենք մի քանի շերտ այդ մեշոկներից հանել ենք, շիմանալով որ տակը հելելի կա ու երկրորդ երեխան նաեւ դրանց տակ էր մնացել։ Այդ կեղտերը որ չլներ, ավազի մեշոկները չլնեն, թեն չլինի։ Ամենամեծ դասը նա էր, որ մենք պետք է մեր շրջապատը, մեր միջավայրը շատ ավելի կանխատեսելի դարձնել, մաքուր պահել եւ մարդկանց համար ավելի նորմալ պայմաններ ստեղծել գետանցումները, ճանապարհները,